Առաջի հատվածը հարցին վերաբերվում էր հենց այն հանգամանքին, որ ինչպես դուք նշեցիք, Նիկոլ Փաշինյանը ակնհայտ հակահայկական, հակաքաղաքական, հակաարցախյան կներեք տեսակետներ արդեն 90-ական թվականներից, այսինքն ինքը բավականին երկար պատմություն էր այդ թեզերի եւ ինչու այդ ընթացքում քայլեր չձեռնարկվեցին։ Բայց եթե ինքը այդ ժամանակվանից հակահայկական, հակաարցախյան տրամադրություններ ուներ, կարող է 18 թվականին ես եմ ասել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն ինքը ոչ թե այդ տրամադրությունները ուներ, այլ ինքը ամեն ինչում ընդդիմանում էր իշխանություններին։ Ամեն ինչում։ Կենցաղից սկսած մինչև ռազմական գործողություններ, բայց թե ինքը այդպիսի տրամադրություններով էր ամբողջովին տոգորված, բայց ինչի 16 թվականի մայիսին գնաց ապրիլյան պատերազմին մասնակցելու։ Պատկերացնում եք, չէ՞։ Չէ, մի զարմացեք, հենց այդպես է, ապրիլյան պատերազմը տևել է 4 օր ապրիլի սկզբից, բայց իրենք գնացել են խրամատ փորելու մայիս ամսին։ Դրա համար եմ ես ասում, մայիսին մասնակցել են ապրիլյան պատերազմին։ Ուզում եմ ասել, որ չեմ կարող ասել այսօրվա Հայաստանի կառավարիչը այդպես ամբողջովին տոգորված էր պրոարցախյան տրամադրություններով։ Ոչ, իմ ասելիքը հետևյալն է։ Ինքը իր բազմաթիվ թիմակիցներ այնքան արատներ ունեն, այնքան արատավոր գործողություններ են արել բաց, որ լրացուցիչ բան վերագրելը չեմ կարծում, որ ավելի բացասական են արտում նրա կերպարը։ Եթե կուզեք կարող եմ 100 այդպիսի բան թվարկել։ Ես հասկացա, որ ինչ-որ չափով համաձայնվեցիք այնց հետ։ Գոջաբաշյան Հովհաննես, հայկական հոսքի 5-րդ հայկական համալսարանի 5-րդ հոսքի շրջանավարտ։ Պարոն Սարգսյան, դուք մի հատ հարց տվեցիք, համբերեք, կարող է ուրիշներն էլ հարց ունենան։